Ողջունում եմ ձեզ սիրելի եկեղեցի։ Փառք Աստծուն։ Փառք ամենակարող զորավոր Աստծուն։ Եկեք հայր մեր աղոթքով։ Օրհնությունով սկսենք մեր այսօրվա ծառայությունը։ Ամեն։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը։ Գա քո արքայությունը, լինի քո կամքը։ Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր։ Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին։ Եվ մի տանի մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Փառք ես Հիսուս։ Փառք ես ամենակարող Աստված։ Մինչ կանգնած ենք Տիրոջ քաղցր ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Ֆիլիպեցիս 4-րդ գլխի 7-րդ խոսքը։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Ամեն։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Հալելույա։ Սելիս, այստեղ գրված են մեր բոլորիս կարիքները։ Գիտես, միգուցե մտածել ես, դե գրում եմ, կարող է ոչ մեկ չտեսավ, կարող է Աստված էլ չի տենում։ Ես քեզ ասեմ, Աստված մինչև քո գրել ամեն ինչ գիտի։ Ես քեզ ասեմ, Աստված ավելին է ուզում, քան դու մտածում ես։ Աստված ուզում է, որ պատրաստես սիրտդ։ Ու չթուլանաս հավատքիդ մեջ։ Եթե չես հասցրել գրես, միացրու քո կարիքը։ Բոլորովս աղոթենք։ Հավատանք Աստծուն։ Հայր Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալ ենք քեզանից Տեր։ Այս բոլոր գրված կարիքների համար Տեր։ Խնդրում ենք քեզ, որ քո ձեռքդ երկարացնես Տեր։ Խնդրում ենք քեզ, Տեր իմ Աստված, որ քո պատասխանը Տեր գա ճիշտ իր ժամանակին Տեր։ Խնդրում ենք, որ մենք սովորենք համբերել Տեր, սովորենք վստահել Տեր, որտեղ դու Աստված ես, միակն ես, միակ Աստվածն ես Տեր, որ երբեք չես ուշացել ու աչքաթող չես արել Տեր։ Շնորհակալ ենք Տեր, որ մենք հավատացինք հենց քեզ, որ դու զորություն ունես Տեր կարիքավորին հասնելու, կոտրվածին բարձրացնելու, դու զորություն ունես բժշկելու, Տեր դու զորություն ունես իրավիճակ փոխելու, դու զորություն ունես Տեր անհնարինը հնարավոր սարքելու Տեր, որտեղ դու ես Աստված, որ ամեն ինչին կյանք տվեցիր Տեր, շնորհակալ ենք քեզանից Տեր, շնորհակալ ենք քեզանից, միակ զորավոր Աստված, Տեր նույնպես միաբանված աղոթում ենք մեր on-line դիտողների համար Տեր։ Տեր խնդրում ենք, որ քո ձեռքդ հասնի ամեն մեկին, ովքեր որ մեզ դիտում են, ովքեր որ լսում են, ովքեր որ կարիքի մեջ են։ Թող քո հրաշքներդ գան իրենց կյանքի վրա Տեր, թող քո կամքդ կատարվի Տեր, իրանց վրա Հիսուսի անունով, թող բժշկություններ լինեն, ազատագրումներ, Տեր թող բժշկվեն ամեն հարաբերություններ, հայր, մայրի հետ կապված Տեր, որդիների, երեխեքի հետ կապված Տեր։ Տեր իմ Աստված, տատիներին, պապիներին, բոլորին Տեր։ Թող այս տարվա խոսքի պես սրտերներին խաղաղություն գա ամեն մեկից Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով Տեր նույնպես աղոթում ենք մեր հայրենիքի Հայաստան երկրի համար Տեր։ Խնդրում ենք, որ քո զորավոր ձեռքը Տեր կպնի, բժշկի Տեր, մեր վիրավորված սրտերը, բժշկի մեր թերահավատությունները Տեր, բժշկի մեր հպարտությունը Տեր։ Ու թող քո քաղցր ներկայությունը Տեր, ամեն մեկից փափագը լինի Տեր։ Թող Աստվածապաշտությունը Տեր ամեն մեկից սրտի ուզածը լինի Տեր, որ մենք ուզենանք ճանաչենք մեր Փրկին, որի անունն է Հիսուս Քրիստոս Տեր։ Մենք աղոթում ենք, որ քո թագավորությունը տիշնի Հայաստանի ամեն մի հայի սրտի վրա Տեր, փոքրից մինչև մեծ։ Հիսուս Քրիստոսի անունով Տեր նույնպես աղոթում ենք Ռուսաստան երկրի համար Տեր։
Թող քո օրհնությունը տեր։ Թող քո ապաշխարությունը տեր։ Թող քո խաղաղությունը տեր։ Իշնի այս երկրի վրա ու ամեն մի մարդու վրա այս երկրում գտնվող տեր։ Թող պաշտպանված լինեն քո խոսքով տեր։ Ու իրանց փափագը լինի դեպի քո կամքը Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Բարդ մեր սիրելի Տիրոջը, սիրելի եկեղեցի, խնդրում եմ նստեք, ժպտացեք ձեր կողքիններին, մի ինչ որ լավ բան ասեք, ցանկացեք, կարճ դավանեք, հրճակեք, առաջի հերթին ասեմ, որ շատ շնորհակալություն մեր սիրելի հովիվներին, ընկերներին, որոնց հետ մենք արդեն շատ երկար, մոտավորապես մի 300-400 տարի արդեն ծանոթ ենք մեր եկեղեցու ստեղծման օրվանից, մենք շատ լավ ճանապարհ ունենք, ենթապատմություն ունենք, պատմություն ունենք ու ապագա ունենք։ Փառք Հիսուսին, որ մենք իրանց իրոք շատ ենք սիրում, այդ գեղեցիկ հրաշալի օծված ու կանչված ընտանիքը, շնորհակալություն, որ դուք կաք, իրանց ձեռքերը բարձրացնում եք ու կաք այդ Աստծո սիրո ու Աստծո ողորմության ու բարիքների մեջ։ Շնորհակալություն, որ վստահել եք, կանչել եք, որ եկել եք, որպեսզի լսեք Աստծո խոսքը ու հույսով եմ իրոք օրհնված լինեք։ Շնորհակալություն ձեզ յուրաքանչյուրին, որ դուք շատ բարձր ստանդարտների, բարձր մակարդակի հյուրասիրություն եք անում ու հարցը ես գիտեմ, որ իմեջ չի, հարցը ընդհանրապես դա ձեր մոտեցման մեջ է, ձեր հոգևոր դաստիարակության մեջ է, շատ շնորհակալություն ազնիվ, ազնվոր են ձեզ բոլորի։ Ասեմ, իմ անունը Սամվելը, իմ սիրելի չքնաղկինս Նայիրան, 92 թվին մենք տարբեր ժամանակ իհարկե փրկվել ենք, վերածնվել ենք, մեր այն ժամանակ դեռ ճշմարտություն եկեղեցի էր կոչվում, հետո ես 93 թվականին գնացի Սիբիր, Աբական քաղաքը, այնտեղ առաջին աստվածաշնչյան դպրոցն էր այնտեղ սովորելու, հետո մոտավորապես 96 թվին հետ եկանք, ես հետո Նովոսիբիրսկում էի, Լեոնիդ Մալկոյին օգնում էի եկեղեցին սկսել, մենք հետ եկանք, իմ կինս հետո 97-ին նույնպես հետ եկավ Սիբիրից, որտեղ նույնպես միսիոներ էր, եւ մենք տենց ամուսնացանք, Աստծո ուխտի մեջ մտանք երկնային, ունենք Եվա, Սառա 25 տարեկան, 23 տարեկան մեր դուստրերը եւ մեր Եվան մեզ նվիրեց մեր ամենասիրելի Դանիելին, մեր թորնիկին։ Այդ եթե կարճ, բայց հետո մենք 2003 թվականին գնացինք միսիա, սկսեցինք Սոչիում, օգնեցինք տեղի Կյանքի եկեղեցու հովիվին 2 տարի օգնում էինք որպես միսիոներ, հետո 2005 թվին Ռուսաստանի ստեղծեց մոտիկ Պենզա քաղաքում հիմնեցինք Կյանքի եկեղեցի, մինչև հիմա մենք գործող հովիվներ ենք եւ նույնպես Երևանի Կյանքի եկեղեցում մենք անցկացնում ենք ռուսախոս մարդկանց համար ծառայություններ։ Դա տենց կարճ կամ էլ երեքան էլ կարճ էր, բայց ով ենք մենք, այդքանը երևի բավական էր։ Մյուս բանը, որ չգիտեմ, իհարկե հովիվ գորը դժվար թե նայի, հիմա ինքը պատրաստում է Երևանում ծառայություն, բայց նորից մեր ողջունները, մեր շնորհակալությունը, երախտապարտությունը այս վստահության համար ու նորից շնորհակալություն մեր սիրելի ընկերներին ու սիրելի հովիվներին։ Ուրեմն այն խոսքը, որ ես պատրաստել եմ, դա շատ հասարակ խոսք է։ Չկա այդպիսի ոչ երկնքից, ոչ Աստծուց առաջադրանք տպավորություն թողնելու, զարմացնելու, հա ինչ որ բարդ բաներ ասելու, որ մտածեք, վա, այս ինչ բաներ է, երբևիցե չենք լսել։ Չկա Աստվածաշնչում այդպիսի հիմքեր, որ դրա համար ես ուզում եմ ամենահասարակ ավետարանով, Աստծո խոսքով կիսվել, բայց մինչև որ ես կանցնեմ բուն խոսքին, ես ուզում եմ ասել, որ հիշացնել, որ մի անգամ Եսայա մարգարեն Աստծո հոգով ոգևորված մի անգամ այսպիսի բան ասեց ժողովրդին, ասեց, որ գիտեք ինչպես որ անձրևը ձյունը իջնում են երկրի վրա եւ պարարտավորում են բերի ու բարի են սարքում հողը եւ հենց այնպես տեղը չեն վերադառնում, մինչեւ որ այդ հողը արժանի պտուղ չտա, այնպես էլ ասում է Աստված, իմ խոսքը ոչ մի անգամ զուր տեղը, պարապ տեղը չի վերադառնում ինձ, մինչև որ այդ խոսքը չանի այն, ինչի համար այդ խոսքը ուղարկված է։ Սա նշանակում է, որ իհարկե յուրաքանչյուր երկնքից ուղարկված խոսք, որը որ այն ժամանակ մարգարեների շուրթերով, իսկ հիմա մենք արդեն ունենք պատրաստի, արդեն ավարտված Աստծո խոսքը որպես Աստվածաշունչ, ամեն մի խոսքը, որ իր մեջ պատվիրան է պարունակում, ամեն մի խոսքը, որ իր մեջ խոստմունքներ է պարունակում, յուրաքանչյուր բան, որը մեր մեջ որակներ են դաստիարակում, ձևավորում են մեզ,
Քրիստոսի նմանությամբ ամեն մի խոսքը ունի մի բան, մի message, հա, մի ուղերձ։ Ու երբ որ մենք լսում ենք այդ Աստծո խոսքը, դա ոչ թե ուղղակի բարի ինֆորմացիա է, որ մենք հավաքում ենք մեր ուղեղում, դա ինչպես որ հետո Հիսուս Քրիստոսը մեր Տեր ասում էր իմ խոսքերը հոգի եւ կյանք են։ Ում հոգին, ում կյանքը։ Քրիստոսի հոգին ու կյանքը իր խոսքերի մեջ։ Սա հասկանալով, սա գիտակցելով մենք հասկանում ենք ամեն անգամ խոսքը մտնելով մեր սիրտը, մեր ենթագիտակցության մեջ, մեր գիտակցության մեջ, մեր էության մեջ դառնում է կենթանի ու հոգի։ Քրիստոսի հոգին, Քրիստոսի կյանքը մեր մեջ։ Ու դա է ամենապոպուլյարնի ձևաչափը, ինչպես ենք մենք նմանվում Քրիստոսին, որովհետև դա մեր մշտական ներքին կանոնադրությունն է։ Մենք ունենք այդ կոչումը ի սկզբանե նմանվել, մենք ստեղծված ենք, վերածնված ենք Քրիստոսի պատկերով ու նմանությունով։ Ու երբ որ խոսքը իրոք եթե մենք տիրապետում ենք այդ սկզբունքը, ինչպես է խոսքը ստեղից, մեր ականջներից մտնում ու բնակվում մեր սրտի մեջ, եթե մենք սովորել ենք դա, եթե մենք ձեռք ենք բերել այդ պրինցիպը, այդ սկզբունքը, դա կենթանի սկզբունք է։ Այդ ժամանակ իհարկե ամեն անգամ այդ խոսքը, որ պարունակում է իր մեջ ուղերձ, դա Աստծո ցանկությունն է ինչ-որ մի բան կատարելու մեր մեջ։ Մտնելով, անցնելով այդ ճանապարհը, շատ ժամանակ դա բարդ ճանապարհ է, շատ ժամանակ որոշ մարդկանց համար դա արդեն հեշտ ճանապարհ է, որոնք որ տիրապետում են դա այդ խոսքը հենց կառուցում է մեր մեջ Քրիստոսի նմանությունը։ Եթե դա պահանջում է, պարտավորում է մեզ դրսևորել այդ խոսքը, մենք դրսևորում ենք։ Եթե դա մեր ներսին դաստիարակության համար է, ապա դաստիարակվում ենք ու Աստված փառավորվում է այն նմանության մեջ, որ մենք դրսևորում արտահայտում ենք։ Դրա համար այս խոսքը ինչի համար է, դուք ընթացքում անընդհատ, ինչպես ասում են, չէ, մտքի մեջ պահում ենք մեր ինչի համար է այս խոսքը, երբ որ ես քարոզեմ այս խոսքը, այդ անընդհատ այդ միտքը պետք է հետապնդի, ինչի համար է Աստված ուղարկել, ում համար է։ Այս խոսքը հասարակ խոսք է, բայց անպայման իր հասցեները պետք է գտնի այսօր։ Դրա համար խնդրում եմ ուշադիր եղեք, որտեղ արդեն հենց ինքն իսկ ուշադրությունը դա նշանակում է, որ դուք արժեքավորում եք այն ինչ որ լսում եք։ Այս սիրտը դրա մեջ է, երբ որ դուք ուշադիր եք, երբ որ դուք դրան կարևորություն եք տալիս, արժեք եք տալիս, ու դա է նշանակում սրտով լսելը։ Դա շատ բարդ բան չի, դա շատ միստիկա չի, հասկանալ ինչ նշանակում հոգով սրտով լսելը։ Դա նշանակում է, որ ցանկանալ, հասկանալ, գիտակցել, խորհել, սիրել, զարգացնել ու պահպանել են խոսքը, որը դուք կլսեք այսօր։ Բարի, ես բարդ չեմ խոսում, չէ՞։ Բարի, շատ բարի։ Սա փառությունները մեծացավ, հիշում եք, պայմանավորվեցին։ Այսօրվա քարոզ ուղերձը կոչվում է իմ երկու լավագույն ընկերները ու հետո կարելի ասել փակագծի մեջ էլ իմ շրջապատը։ Հայերի համար, մեր ազգի համար ու ոչ միայն հայերի, երևի կովկասյան ազգերի համար շատ բնորոշ է այս հասկացողությունը իմ շրջապատը, շրջապատի տղերքը, իմ ընկերները։ Սա շատ տեղին, շատ sense մեզ բնորոշող հասկացողություն է։ Համաձայն եք։ Երևի հենց մենք ենք հեղինակը այս արտահայտության լավ շրջապատի տեր տղա։ Մեզ դա հասկանալի լեզու է, դրա համար ես այսօր այդ լեզուն օգտագործելու եմ, որպեսզի այս խոսքը մտնի իրոք մեր սիրտը։ Բայց մինչև որ կանցնեմ բուն խոսքին, ուզում եմ սրա ենթապատմությունը ասեմ, որ 2.5 տարի առաջ իմ կյանքում մի ծանր բան կատարվեց, որ ես երեկել եմ ասում հաճելի մարդկանց, ասում եմ, որ իմ կյանքը սարքեցին ռուսերենում ասում են դո ի պոսլի, հա, գիտեք, ես ընդհանրապես ճիշտ ասած ես ռուսերեն աստվածաշնչով եմ քարոզում մեր եկեղեցին, այնտեղ ռուսախոս եկեղեցի է, ձևեր չեմ թափում, ճիշտ եմ ասում, ազնիվ եմ ասում, մանավանդ որ ես հայկական կրթություն ունեմ, բայց տարիներ շարունակ ռուսերեն քարոզում եմ, դրա համար մեկ-մեկ կարող ասենց պլստացնեմ հայ այդ բառերը, էլի, ռուսերեն բառերը, կամ էլ հենվեմ ռուսերեն աստվածաշնչից, որովհետև դեռ չեմ հասցրել հայերեն աստվածաշունչը բանել, էլ տիրապետել կատարյալ, դրա համար մեկ-մեկ այդ թարգմանությունը ձեզ էլի բան կանեմ, այդ կտամ կհաղորդեմ ու այդ մինչ եւ հետո տենց, հայ դոյի պոսլեն, տենց իմ կյանքը բաժանեց, ես գնացի հասարակ ինչ-որ մի տենց զնվելու բժշկի մոտ, տենց պոլիպներ հասկացողություն կա, գիտեք, հա, պոլիպները աղիների մեջ։ Այդ պոլիպները հայտնաբերեցին պոլիպներ ու երբ որ պետքա վիրահատեին, դա այդպեսի վիրահատություն չի, դա չեն ճղում, դա մտնում են աղիների մեջ ու այնտեղ տենց ինչ-որ հեշտ վիրահատություն է համարվում ու այդ հեշտ վիրահատությունը ին վրա անդրադարձավ մեծ դժբախտություն, որովհետև իմ աղիները ծակեցին։ Այդ վիրահատության ժամանակ ծակեցին աղին, իսկ դա այդ նույն բժիշկը մինչև իր մոտ գնալը ասում էր դե 2 ժամ է մարդ ապրում, երբ որ աղիները ծակում են։ Մոտարապես ժամը 3-ին իմ աղին ծակեցին, ես ամբողջ երեկո, գիշեր, առավոտ, այդպես մահվան եզերին, սարսափելի ցավերի ու տաքության մեջ
ջերմում էի շատ ուժեղ, մինչև առավոտյան իրանք եկան, կատե արեցին, հասկացան, որ ինձ մահացու վտանգ է սպառնում ու շուտ շտապօգնություն կանչեցին, տարան մի հատ ուրիշ հիվանդանոց, որտեղ որ պետքա, ասես թե փրկեին ինձ, իբրև թե փրկեին։ Այդ փրկելն էլ էսպես էր, ծակեցին ըստեղից իմ աղիներ հանեցին, դա ստոմայա կոչվում, եթե գիտեք, դա այդքան շատ տհաճ բան է պատկերացման համար, ու տենց, ու ես 4 օր վերակենդանացման բաժնում պարկած էի ու առաջին 2.5 օրը դա իմ համար սարսափելի տանջանքների, ցավերի ու մանավանդ այսպես մահվան այդ մտքերի ճնշման տենց ժամանակ էր, որովհետև դա շատ ցավոտ էր, շատ զզվելի էր ու գիտեք այդպես չէր, որ Աստված եկել էր ինքը իր սիրով ինձ գրկել էր, ինձ ցավազրկել էր ու ես ասենց անհոգ պարկած էի, ոչի բանի մասին չէի մտածում, այսպես վստահ պարկած էի, այդպես չէր։ Բոլորովին այդպես չէր, նույնիսկ այնպես էր, որ ասես թե Աստված ինձ թողել է։ Դրա համար ես ինչ որ ասում եմ, թվում է թե վկայություն է, բայց երբեմն դա որպես հակավկայություն լինի։ Բայց հարցը այս պատմության մեջ չի։ Ուղղակի երբ որ ես պարկած էի այդ առաջին 2.5 օրը այդպես շատ տանջված, շատ sense հուսալքված ու վախերի մեջ ու ամենասարսափելին, որ դա Աստծո վախի մեջ չէր։ Դա ուղղակի վախ էր, որ եթե հանկարծ ես մահանամ, եթե սա է վերջը, ու ես հիշեցի Պողոսի խոսքերը, առաքյալ Պողոսի խոսքերը, որը գրում է, ասում է, որ ահա ես իմ ասպարեզս անցա ընթացքս, ավարտեցի, հավատքս պահեցի կամ պահպանեցի եւ ահա ինձ պատրաստում է փառքի պսակ։ Ու իմ ամբողջ ցավը այդ էր, որ ես հասկացա, որ ես 32-31 ենժանագեր տարվա արդար եմ, Աստծո զավակ եմ, համարյա առաջին տարիներից ծառայում եմ առաջի օրվանից ծառայում եմ Աստծուն, բայց մանավանդ որպես քարոզչություն, որպես բիբլիական դպրոցների ուսուցիչ, որպես տարբեր տիտղոսներ, դիրքեր, որ զբաղացրել եմ ու վերջին 21 տարվա այտենց հովիվ ու ես հասկացա, որ ես չունեմ այդ համարձակությունը Պողոսի նման այդ բառերը ասեմ։ Ու դա ինձ շատ ցավացնող էր, շատ։ Ես ազնիվ ձեզ հետ խոսում եմ, չեմ ուզում ցույց տամ ինչը որ չկա։ Իհարկե իմ համար շատ ցավոտ էր դա խոստովանելը, դիտակցելու, ես հասկանում եի, որ ինչ որ մի բան պակասում է։ Ինչ որ մի բան ինձ պակասում է մի բանը, որը որ երբ որ գալիս է այդ ժամանակը, փրկության ժամանակը, որովհետև սիրելի եղբայրներ, քույրեր, մեր համար ամենագլխավոր խոստմունքը դա հավերժ կյանքի խոստմունքն է։ Ու փրկությունը ոչ թե փրկության աղոթի, ապաշխարության աղոթի այդ բանաձևի հիմքի վրա, այլ երբ որ փրկությունը դառնում է իրականություն։ Փրկությունը փոխվում է դեպի հավիտենական կյանք։ Ու հեղինակները ասում են, որ այսօր մեծ փրկությունը ավելի մոտ է, քան երբ որ մենք ապաշխարեցինք։ Մենք մոտենում ենք փրկությանը ու երբ որ մենք մոտենում ենք փրկությանը, կան որակներ, կան արժեքներ, որոնք որ շատ ավելի ակտուալնի են, շատ ավելի պահանջված են, կարևոր են, քան թե ես չեմ ասում ուրիշ ճշմարտություններ, չեմ ասում որ կան երկրորդական ճշմարտություններ, չեմ ասում որ կան ֆոներ տենց էլի, որ ճշմարտությունը դա նկատի չունեմ, բայց կան բաներ, որոնք որ փրկության հետ կապված դրանք ամենակարևոր կոմպոնենտներն են, գործոններն են մեր հավատքի մեջ, մեր արժեքների մեջ։ Ու ես հասկացա, որ ես չեմ ասում, որ ինչ որ ես կասեմ, դա միակ ու վերջնական ճշմարտությունն է, բայց այս համաչափում, այս կոնտեքստի մեջ ուզում եմ, որ դու դա ուշադիր լսեք։ Ու ես հասկացա, որ ես կուզենայի ունենայի հիմա բավական Աստծո վախ ուրիշ վախերի փոխարեն։ Ու այսօր իմ այդ նորից եմ ասում, քարոզի անվանումը դա երկու լավագույն ընկերները։ Ու ես միանգամից ասում եմ, որ այդ ընկերները դրանք սիմվոլիկ ընկերներ են, այդ իմ շրջապատի այդ տղերքը, որովհետև երբ որ մենք ասում ենք շրջապատ, որ ասում ենք լավ շրջապատ ունեմ, ինչ հայերը նկատի ունեն շրջապատ անուն ասելու, ինչ մեր ծնողները կպատկերացնեն, երբ որ ես ասում եմ լավ շրջապատի, եթե իմ հայրը կամ իմ մայրը ասեն տղես լավ շրջապատ ունի։ Գիտեք, ոչ մի անգամ, եթե նույնիսկ այն ամենաբարեպաշտ մայրը չէր պատկերացնի, որ լավ շրջապատը դա եթե իմ ընկերներից մեկը թավջութակ նվագող է, մյուսը ինժեներ գեոդեզիստ է, կամ ինչ որ տենց ինչ որ մեկը որ բանի թիթեռներ է ուսումնասիրում, չէ, որտեվ մեր հասկացողության մեջ, մեզ բնորոշ արժեքների մեջ լավ շրջապատը այդ մարդիկ են, ովքեր հարցեր են լուծում։ Համաձայն եք։ Հարցեր լուծող տղերք են, էլի տենց մարդիկ են, զանգերով կամ իրանց դեմքով, իրանց քայլվածքով, իրանց այն ծանր սենց բաներ, էլի տենց այդ դիրքը ստատուս որ դրված է, մեր մեջ մտածում ենք, որ դա լավ շրջապատ է։ Իսկ այսօր ես ուզում եմ ասեմ, որ ես գտա, որ
երկու հատ լավ ընկեր եմ պակասում այդ իմ շրջապատի մեջ ու իմ այն տղերքը, որոնք իմ փրկության հարցերը կլուծեն, այ իրանց մասն եմ ուզում խոսեմ ու առաջարկեմ, խնդրեմ ձեզ, որ դուք նույնպես իրանց որպես ընկեր ճանաչեք ձեզ։ Ու առաջին խոսքը դա երկրորդ օրինաց 6-րդ գլխում, դա պատվիրանների կրկնությունն է, երկրորդ օրինաց 6-րդ գլուխը 13-րդ խոսքում, որտեղ երբ որ Մովսեսը կրկնում էր պատվիրանները դրված, ահա սկսում է նրանից. լսիր, ով Իսրայել, լսիր, Տեր քո Աստծուց վախեցիր։ Նրանից վախեցիր, նրան ծառայիր, նրան երկրպագիր։ Առաջին ընկերը, ում մասին որ ասում եմ, դա Աստծո վախն է։ Նորից եմ ասում, սա սիմվոլիկ է, սա իհարկե այտենց մենք կարող ենք հասկանալ, որ ես չեմ ասում, որ խոսանք վախի հետ, բայց առաջին ընկերը, ինչքան որ մոտիկանում ենք փրկությանը մեր, ինչքան որ մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ միևնույնն է, մենք գնում ենք, մոտիկանում ենք այն գլխավոր իրադարձություններին, այդ մեր հավատքի կուլմինացիային, գագաթնակետին։ Ու մենք մի օր կանգնելու ենք Քրիստոսի առաջ։ Մի օր մենք կանգնելու ենք նրա դատաստանի, ես ոչ թե դատաստանը վախ որպես բան եմ ասում, այլ որպես գնահատական մեր կյանքին։ Ու այն լավ ընկերներից մեկը, որը որ մեր գառանտիան է, մեր ապահովությունն է փրկությունից առաջ կամ փրկության ժամանակ, դա Աստծո վախն է։ Ինչու՞։ Որովհետև առակած առաջին գլուխը իմաստուն Սողոմոնը ասում էր, որ իմաստության սկիզբը դա Աստծո վախն է։ Եվ հետո էլի իհարկե ժամանակը քիչ է, ես չեմ կարող շատ մանրամասնորեն անդրադառնամ, կարդամ ինքս նույնիսկ, բայց եթե այստեղ դուրս հանում են, հա, ես մեջքով չեմ տեսնում, հա, 8-րդ գլուխ նույն առակների 13-րդ խոսում գրված է, որ Աստծո վախը դա չարը ատելն է, չար բաները, խավարը։ Մենք իհարկե Աստծո զավակներ ենք։ Ինչպես եմ ես ընդհանրապես խոսում Աստծո զավակների ու չար բաների մասին, արդյոք դրանք չմնացին խաչի առաջ։ Իսկ մենք խաչը հանցանք, հայտնվեցինք Աստծո ընտանիքում, հայտնվեցինք արդար կյանքի կոչման մեջ, բայց ինչի ենք մենք խոսում չարի մասին։ Որովհետև իհարկե, երբ որ մենք ապաշխարեցինք, ես երբ որ ապաշխարեցի ու շատ բաներ, որոնք իմ արտաքին sense դրսևորումների մեջ կային մեղքեր, դա ծխել, խմել ու չեմ ուզում հիմա երկար բաներ ասեմ, դա ինձ շատ զզվելի է հիշելը, բայց դրանք sense մի պահ, մի անգամից sense կարելի էր ճմրթել, շպրտել, բայց կային բաներ, որոնք դա մեր ներքին ծոցագրպանում բաներ չեն, էլի sense ինչ որ մի հատ կեղտոտ թուղթ չի, սալֆետկա չի, որ անձեռնոթիկ չի, որ հանենք շպրտենք, կամ բաներ, մեղքեր, որոնք բնակվում են մեր էության մեջ։ Ու այդ Քրիստոսի խոսքը, Քրիստոսի հոգին, որ մեզ մաքրում է, սրբացնում է, ճշմարտացնում է, դա ավելի շատ վերաբերվում է այդ մասերին։ Դա պարտադիր չի, որ մենք մեղավոր չենք, որովհետև վերջին 15 տարին ոչ մեկին չենք սպանել։ Եվ Աստված արդար ու սուրբ է ոչ թե այն պատճառով, որ վերջին 100 տարին ոչ մեկին չի սպանել, այլ որովհետև դա իր սուրբ մաքուր էությունն է։ Դրա համար, երբ որ ես խոսում եմ խավարի մասին, դա անպայման չի, այսպես մի քանի 7-8 ընտրված sense բաներ, էլի, մեղավոր sense շատ ցայտուն օրինակներ, ծխելը, խմելը, հայհոյելը, տենց շնանալը ու էլի ինչ որ բաներ որ մենք պատկերացնում ենք, բայց այդ խավարը դա էություն է։ Էության մեջ դա սատանայի ձեռագիր է։ Ոչ միշտ է դա այսպես կոպիտ, բռի, ոչ միշտ է դա այսպեսի բաներով արտահայտվում։ Բայց իհարկե ժամանակ չկա, որպեսզի դա ես շատ այսպես բան եմ, էլի, բացեմ դա, բայց հարցը նրանում է, որ ինչքան որ մենք մոտենում ենք մեր փրկությանը, այնքան Աստծո վախը, որը որ չարը ատելն է, չարից, մեղքից, բոլոր այն չարի կողմից փորձություններից, քանի որ դեռ մեր մարմինը ռուսերենում կա երկու բառ, երբ որ մենք խոսում ենք մարմնի մասին, մեկը դա տելը բառն է, որը մեր բիոլոգիան է, մեր այսպես մարմինը, ֆիգուրան, հա, ձեռքերը, ոտքերը, օրգանները, եւ կա պլոց բառը։ Պլոց բառը, որը որ ավելի շատ նկատի ունի մեր մեղավոր էությունը։ Մեր մեղավոր մինչև այսօր դեռ չնորոգված, դեռ չկատարելացված մեր էությունը։ Ու այդ էության մեջ իհարկե կան հենց այդ մշտապես պայքարը հոգու եւ մարմնի։ Դրա համար Աստծո վախը դա չարը ատելն է։ Աստծո վախը, որովհետեւ չարը միշտ չի որ գալիս է այսպես շատ կներեք տագեղ, չգիտեմ հայերեն ուրոդ բառը մոռացել եմ, ուրոդլիվի տեսքով, էլի, ոնց է այդ հուշեք
Չեմ լսում, դե լավ, հասկացաք, այդ բառը գիտեք բոլորդ էլ։ Միշտ չի որ սատանան կամ փորձությունները, մեղավոր բաները արտահայտվում են այսպես զզվելի, տենց տագեղ տեսքերով։ Շատ ժամանակ դրանք գեղեցիկ ֆանտիկների մեջ են։ Սենց փաթեթավորված են գեղեցիկ։ Ու դա է սատանայական մոլորեցնելու այդ արվեստը։ Ինքը պրոֆի է, հա, վարպետացած է նրա մեջ մարդկանց խափի ու այդ մոլորեցում բառը դրա ֆիշկան նրա մեջ է, որ մոլորացված մարդը չի գիտակցում, որ ինքը մոլորացված է, որովհետև եթե գիտակցեր, ապա մոլորված չէր լինի։ Դրա համար կան այդ մեղավոր էությունը, որը որ չի գալիս այսպեսի զզվելի բանով, ու մենք իհարկե զզվում ենք, ասում ենք ֆու, քո հաշվարկը ինչումն է, սատանա, ինչի վրա ես հաշվարկանում, որ եկել ես ինձ դրանով փորձես կամ գայթակղես, բայց կյանքում կան շատ ավելի մեղքեր կամ մեղավոր բաներ, որոնք որ իհարկե մեզ հետապնդում են եւ կան մեղավոր բաներ, որ մենք ենք դրա հետևից ընկնում։ Ու այդ process-ն է հոգու եւ մարմնի պայքարի ու Աստծո վախը դա այն ընկերն է, որ իհարկե որը մեզ ուժ է տալիս, կարողություն է տալիս, գիտակցություն է տալիս ու այդ նույնիսկ այդ բիոլոգիական այդ ռեակցիաները դեպի մեղքը, որ դա զզվելի լինի մեզ համար։ Դրա համար չարը, մեղքը, Աստծո վախը դա չարը ատելն է ու չարից փախնելն է եւ իմաստության սկիզբն է իհարկե։ Եվ իհարկե շատ բաներ կա, նույն Սաղմոսներում այնքան տենց բաներ կան, որ սուրբ համարներ կան, երբ որ Դավիթը ասում է, որ Աստծոց վախեցող մարդու կողքին հրեշտակները բանակ են կազմում։ Ու շատ բազմաթիվ տեղեր կան, իհարկե մեր ժամանակը չի հերիքացնի, որպեսզի ասեմ, ես ուղղակի նորից եմ ասում, հարցը նրա մեջ չի, որպեսզի ապացուցեմ, թե ինչքան շատ բան է գրված Աստծո վախի մասին։ Հարցը նրա մեջ է, որ ես ուզում եմ այս հասարակ խոսքերը ներգործություն ունենան մեզ վրա, որ դրանք մտնեն մեր սրտի մեջ, դառնան Աստծո կյանքը, Աստծո ներկայությունը, Աստծո այդ դոմինանտությունը, հա, Աստծո մոնոպոլիան մեր մեջ, այդ նմանության, որպեսզի դա լինի մեր բնական ու միաժամանակ գերբնական ռեակցիան մեղքերին կամ այն բոլոր բաներին, որը թվում է թե այդքան էլ մեղք չի, թվում է թե այդքան էլ բանի հարց չի, էլի, դե լավ, հիմա տենց սկիտ կան բոնուսներ ենք անում, էլի, զեղչեր ենք անում մեկ-մեկ։ Դրա համար ես ուզում ասեմ, որ ընկերացիր Աստծո վախի հետ։ Ես մյուս ընկերոջ անունները շուտով կտամ։ Ընկերացիր, սրանք պետք է լինեն այն ընկերները, ես դա հետո էլ կրկնեմ, որ մշտապես ես խնդրում եմ ու առաջի հերթին ինձ եմ ասում, որտեղ դա ինձ է վերաբերվում, ես ուզում եմ, որ բոլոր տեղերը, որտեղ որ ես գնում եմ, հարսանիք կգնամ, կնունքներ կգնամ, ծնունդներ կգնամ, յուրաքանչյուր տեղ, որտեղ որ ինչ որտեղ մտածում եմ, պարտադիր պետք է այս շրջապատը լինի, այս ընկերս պետք է հրավիրված լինի, որտեղ այս ընկերը իմ գառանտիան է, իմ ապահովությունն է, փորձությունների, մեղքերի, գայթակղությունների։ Ու գիտեք ինչ, իհարկե սա եկեղեցի է, իհարկե մենք Աստծո զավակներ ենք, մենք չենք ներշնչել մեզ, որ մենք փրկված ենք, մենք չենք խաբել մեզ, ներշնչել, որ մենք արդարներ ենք։ Իհարկե Աստված այդպես համարում է, իհարկե Աստծո սերը, որպես իր զավակների դա պարտադիր բառացի ճշմարտություն է, դա վերացական բաներ չեն իհարկե։ Բայց դա չի նշանակում, որ ինքնըստինքյան համարելով մեզ, հավատալով, որ մենք Աստծո զավակներ ենք, մեզ պետք չի ընդհանրապես հոգ տանել, որպեսզի Աստծո վախը ու մյուս ընկերոջ անունը երբ որ կտամ, դրանք դառնան մեր պահապանները։ Այս կյանքում, որտեղ որ մանավանդ, եթե հիշում եք, ասում էր վայ քեզ երկիր, վայ քեզ, որովհետև սատանան իր մեջ ցասումով, բարկությունով ընկելա երկրի վրա ու ստելու է հետևել, հետապնդել։ Ու այդ փորձությունները ու այդ մեղքի գայթակղությունները դրանք գնալով սրվելու են, գնալով մանավանդ եկեղեցու դեմ, մանավանդ ծառայողների դեմ։ Դրա համար մեզ պետք են գառանտիաներ, մեզ պետք են այն լավ շրջապատը, ովքեր որ թե Աստծո առջև, թե ընդհանրապես հարցեր լուծող են։ Ու խոսքը գնում է փրկության մեր հարցը, հավերժ կյանք ժառանգելու հարցը։ Դրա համար 33-րդ գլուխը Եսայան կարող են կարդալ, հա, 6-րդ խոսքից ասում է եւ ահա Եսայան ասում է Իսրայել լսիր, քո համար կգա քո առատության, լիության ժամանակները։ Մի քիչ ուրիշ է ռուսերենով գրված է, որ քո ամենաապահով ժամանակները կգան, ամենաանվտանգ ժամանակները, հաստատության փոխարեն գրված է ամենաանվտանգ ժամանակները, որտեղ կլինի փրկության, իմաստության առատություն, լիություն կլինի, եւ հետո ասում է, որ որովհետեւ Աստծո վախը դու գանձ կհամարես։
Աստծո վախը քո գանձը կլինի։ Ահա թե ինչի է դա կապված փրկության առատությունը, ահա թե ինչի է դա անվտանգությունը Իսրայելի ժողովրդի, որոնք որ իրենց սովորության մեջ մի քանի անգամ իրենց պատմության մեջ, իրենց նույնիսկ գենետիկայի մեջ մի քանի անգամ ուրանում են, մենք տեսնում ենք մասշտաբային, հա, այտենց իմաստով ուրացան Աստծուն պատմության մեջ մի քանի անգամ։ Բայց երբ որ դուք հասկանաք, որ Աստծո վախը, որը որ նշանակում է չարը ատելը, որը նշանակում է որ հավատարիմ մնալ Աստծուն, սիրել արդարությունը, որտեղ հիշում եք Հիսուսի մասին էր ասված, որ նա սիրեց ճշմարտությունը եւ ատեց անօրենությունը, դրա համար օծված եղավ բոլորից շատ։ Եվ ահա քո ապահովության անվտանգության ժամանակը Իսրայել ու այդ իմ անունը ես կարող եմ տամ, մեր բոլորիս անունը, եկեղեցու անվտանգությանը, դա անմիջապես կապված է, որովհետև մենք Աստծո վախը կսիրենք, ուրիշ թարգմանությունում գրված է Աստծո վախը ախորժակը կլինի ձեր ախորժակը, այն որ լավ սովածանում եք ու սենց մտածում եք լավ ուտելու մասին ու դա ոնց որ Աստծո վախը։ Սա ամենալավ ընկերներից մեկն է, հավատացեք սիրելիները։ Պարտադիր չի, որ դուք անցնեք այդ նույն բանը, վտանգավոր բաներ, այդ մահվան հովիտը, որպեսզի հավատաք, որ ես ասում եմ այն, ինչը որ իմ համար կենթանացավ, այդ ժամանակ, այդ 2.5 օրը, երբ որ ես պարկած եմ այդ մահվան ճնշման մեջ, իմ համար կենթանացան այս խոսքերը, դարձան ինչպես որ երբևէ չեն եղել, այդքան ակտուալ, այդքան կենթանի, այդքան զորավոր, ու ես sense սովածություն եմ զգում Աստծո վախ։ Ինչ եմ ասում 2.5 օրը, որովհետև 2.5 օր հետո իմ սիրելի կինը եկավ, այսպես ճեղքող իր բանով, տենց հոգով, եկավ ինձ բան տվեց, մի հատ սկզբից ուղարկել էր ոնց հասավ, ոնց կարողացավ ռեանիմացիա մտնել, դա շատ գաղտնիք մնաց մինչև այսօր, բայց ուղարկել էր ինձ իր սիրո նամակը, հետո եկավ ու ամբողջ այդ մթնոլորտը փոխվեց։ Իհարկե, ես չեմ ասում, որ ամեն ինչ վերջացած է, ես հələ պետք է գնամ նորից նայվեմ, ստուգվեմ, իհարկե տաղիների հետ կապված, բայց սա միևնույն է վկայություն է, որ ես ուզում եմ, որ իմ մեջ առաջի հերթին ոչ թե իմ առողջության վրա դնեմ իմ հիմքերը Աստծուն սիրելու, Աստծուն երկրպագելու, որտեղ ասում եմ, ինչ օգուտ, եթե երկու աչքով, երկու ձեռով, երկու ոտքով, այսինքն լավ քաջառողջ, ատլետիկ, բայց մարդը գնա այնտեղը, որը որ սարսափի տեղ է։ Դրա համար առաջին իմ հիմքը, առաջին ակցենտները, որ մենք մեր հարաբերությունների մեջ Աստծո, մեր այն թաքուն կյանքում, չերևացող կյանքում ունենանք մեր երաշխիքները, ունենանք այն մեր համարձակությունն ու վստահությունը, դա լոզունգների հետ կապված չի, դա շտամպերով չի, դա այդպես չի, որ մենք բարձր բաներ ենք ասում ու ստիպում ենք մեզ զորով հավատալ արհեստական բաների, այլ մանավանդ բառեր են, որոնք արժեքազրկված են, բառեր են, որ չեն ներգործում, դրա համար ես ասում եմ ուշադիր եղեք, որտեղ ես իմ հաշվարկը, ինչ եմ ես ցանկանում, որ այս խոսքը ներգործությունն է, այս խոսքը իրոք դառնա ընկեր, որտեղ դրանից սկսեցի Ինչի համար ուղարկում ես խոսքը, Աստծո վախը որպես մեր շատ լավ ընկեր, յուրաքանչյուր տեղ որտեղ կգնաս, յուրաքանչյուր տեղ հրավիր ես ընկերոջը, չես փոշմանի սիրելիս, չես փոշմանի։ Երկրորդ ընկերը, դա իհարկե Ծննդոց գրքում գրված մի քիչ նորից հայկական թարգմանությունում դա ուրիշ բառ է օգտագործում, բայց Ծննդոց գրքում 6-րդ գլուխը 9-րդ խոսքը դա խոսում է Նոյի մասին, եւ Նոյը դա կատարյալ էր, բայց ռուսերեն Աստվածաշնչում եւ ուրիշ թարգմանություններում գրված է անարատ էր, անարատ։ Նույն բանը դա Հոբի 1:1-ն է, նորից խոսելով Հոբի մասին գրված է, որ կար մի այսպեսի Աստվածավախ մարդ եւ նա նորից հայերեն թարգմանություն գրված է, որ նա կատարյալ էր, բայց դե մենք հասկանում ենք մի քիչ մեր արդեն այդ ուսմունքներից, որ կատարյալ մի քիչ շատ հարաբերական հասկացողություն է, դրա համար ինձ ավելի մոտիկ է այդ անարատ բառը, անարատ, առանց արատների, առանց մեղքերի։ Ու հետո, երբ որ Հոբը տալիս է ինքը իր սեփական գնահատականները, մենք տեսնում ենք, որ իհարկե ավելի շատ նա խոսում է նրա մասին, որ ասում է, իմ աչքերը ոչ մի անգամ բաներ չեն ցանկացել։ Կրքեր չեն եղել իմ կյանքում, իմ ցանկությունների մեջ։ Մենք տեսնում ենք, որ իհարկե ավելի շատ սազում է անարատ բառը։ Դրա համար այս երկրորդ ընկերը, ում անունն է անարատություն, կամ եթե ուզում եք դա 13-րդ գլուխը հայտնության թե 14-րդ, մի րոպե ճշտեմ, հայտնության 14-ը 5-րդ խոսքում, այստեղ այդ 144,000 ընտրվածների մասին է խոսքը, սա միգուցե սիմվոլիկ է, բայց նրանց մասին նույնպես 5-րդ խոսքում գրված է, որ սրանք նրանք են, ովքեր անարատ են Հիսուսի առջև։ Գրված է, հա, այդպես, անարատ են Աստծո աթոռի առաջին։ Ես սիրահարվեցի այս բառի վրա, ճիշտ ասած։ Այս անարատ բառը ռուսերեն շատ լավ է հնչում, նիպարոչնի։ Նենց սոչնի է շատ հյութալի բառ է։ Ու ես հասկացա, ես ուզում եմ
ոնց եմ սիրում այս բառը, ոնց է ուզում հասկանալով նամանավանդ, որ առաջի հերթին ամենագլխավոր օրինակը, ամենագլխավոր պատկերը ում պետք է նմանվել, գլխավոր ամենաբարձր չափանիշը, ստանդարտը անարատության, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր իր մարմնի ծառայության ժամանակ։ Ու ինձ այնքան այդ պարկածը տեղը վերակենդանացման բաժնում այնքան sense ցանկություն էր, ասում եմ, ես նենց կուզենայի Հիսուս քո այդ անարատության ինքնազգացողությունը ունենամ, այլ հասկանալ ինչ է նշանակում իրոք անարատ լինելու։ Նորից, որովհետև անարատ ասելով դա տենց չի, որ մի քանի այսպեսի հայտնի ու զզվելի մեղքերից հրաժարվել ենք։ Դա շատ լավ է, ես չեմ ուզում արժեք հազրկեմ այն, որ մենք թողել ենք ծխելը, խմելը, հայհոյելը ու էլի մի շարք բաներ, որոնք մեր ականջին սովոր են, էլի առաջին բաներ այդ են գալիս։ Բայց այնքան բաներ կա մեր ներսում, որ այդ անարատությունը, այդ սրբությունը, մաքրությունը, ինչպես որ Հիսուսը 6-րդ գլխում իր լեռնային քարոզի, որոնք որ դրանք երանելիության օրենքներն են, հա, ու ասում էր երանելի են սրտով մաքուրները, նրանք Աստծուն կտեսնեն։ Ու ես հասկանում եմ, որ դա մենակ նրա մեջ չի, որ դե լավ աշխատեմ չհայոյեմ, որպեսզի Աստծուն տեսնեմ։ Հասկանում եմ, որ դա էություն է։ Դա ուղղակի զսպել չի, սենց սխում ես քեզ, որ հանգարց չխմես, չծխես ու չհայոյես, կամ չնայես էլի այտենց վատ տհաճ բաների։ Դա զսպել չի։ Իհարկե կա պայքար, բայց արդեն երբ որ դա դառնում է էություն, ու ես ասացի այդ սկզբունքներից մեկը, ինչպես է դա էություն դառնում, երբ որ Քրիստոսը իր կենթանի խոսքի, իր կենթանի հոգու հաշվին մտնում է մեր մեջ ու իր խոսքը կյանք է դառնում մեր մեջ։ Գրավում է ռուսերեն բառը պակարյատյան, գերում է մեր էությունը, դուրս է շպրտում, նեղում է այն բաները, թերի բաները, փոքրահոգությունը, որտեվ մեղքը շատ բառեր ունի, շատ ֆանտիկներ ունի, շատ արտահայտումներ ունի, այդ մեղավոր էությունը։ Դրա համար այդ անարատ բառը դա միայն այսպեսի բան չի, էլի, որ քայլում է ու վրայից սիգարետի հոտ չի գալիս։ Դա շատ ավելի խորն է, դա հենց Քրիստոսն է։ Թե մարմնի մեջ, թե հավիտյան, իր բոլոր դրսևորումներում, իր եղելության մեջ։ Դա Քրիստոսն է մեր մեջ, ու դրա համար ես սիրահարվեցի այդ բառը, ասում ես ոնց եմ սիրում այդ, երբ որ մաքուր մարմնի վրա մաքուր զգեստներ ենք հագնում, հա, տենց չի կարելի լողանալ ու հետո նորից քրտնած շորեր հագնել, չէ, դա ինչ որ դիսկոմֆորտ է ստեղծում։ Իհարկե, եթե մենք նորմալ մարդիկ ենք, ես չեմ կասկածում դրա մեջ, բայց երբ որ ես խոսում եմ անարատության մասին, դա ավելի շատ ներսի, այդ ներսի այդ մաքրությունը, ու ես իրոք ուզում եմ շեշտել, սրանք լավագույն ընկերներ են, հավատա բարեկամս, հավատա սիրելի եղբայր քույր, սրանք լավագույն ընկերներն են, սրանք մեր ապահովությունն են, սրանք ոչ մի անգամ վատ խորհուրդներ չեն տա ու ամենավատ տեղերում, ամենավատ են փորձանքների մեջ կամ երբ որ արդեն պատրաստում է ինչ-որ դավեր ու մենք բավականին հոտառություն երևի չունենք հոգևոր, որպեսզի հասկանանք, որ ինչ-որ վատ բաներ է սպասում, ծուղակներ կան, այդպես է տենց, բայց այս Աստծո վախը որպես ռուսերեն գրած բլագաразумия առողջամտություն կամ ավելի մի քիչ ավելի հոգևոր բան կա, ասում որ անփորձ մարդը գնում չի տեսնում փորձանքը գնում է փորձանքի մեջ, բայց ռուսերեն այդ բլագաразумնի մարդը, այդ խոհեմ երևի մարդը, հա, տեսնում է եւ խուսափում է։ Այդ հոտառությունը, այդ հոգևոր կարճատեսության պակասը, երբ որ հարցը լուծված է, դա այդ Աստծո վախն է մեր մեջ, որտեղ դա իմաստության սկիզբն է։ Դա իմաստությունների ապահովությունն է եւ մաքուր սրտով մարդիկ, դա այդ նորից եմ ասում, դա պարֆյում է Աստծո առջև։ Դա այդ գեղեցիկ ոչ ֆրանսիական, բայց ավելի լավ երկնային բանը, անուշահոտություն է։ Ու ես ուզում եմ մի բան, sense կիսապատմություն, դա այդքան էլ պատմություն չի, հասցնեմ ավարտեմ։ Ես մի տարիներ առաջ մի հատ ֆիլմ էի նայում, շատ տարիներ առաջ, երևի մի 15 տարի առաջ կամ ավելի շատ, կոչվում է Ավիցեննայի աշակերտը։ Միգուցե ձեզ ծանոթ է, միգուցե ծանոթ չի, դա կիսա դոկումենտալ, այսպես պատմություն է, որի հիմքի վրա ֆիլմ էր հանված, դա միջնադարերն էին ու ինչ որ Եվրոպայում մի քրիստոնյա երիտասարդ, որը որ հասկացել էր, որ ինքը ուզում է բժիշկ դառնա, ինչքան որ այն ժամանակա բժիշկ հասկացողությունը դա բան էր, այսպես ակտուալ էր, ու ինքը որոշում է բժիշկ դառնա ու լսում է, որ ինչ որ միտեղ կա Ավիցեննա անունով աշխարհահռչակ բժիշկ, դա ինչ որ միտեղ ասելով հիմիկվա Պարսկաստանի տերիտորիան է, ու իրեն նպատակ է դնում գնա գտնի այդ մարդուն,
խնդրի համոզի, որ իրան վերցնի որպես աշակերտ ու սովորի այդ բժշկական գիտությունները, լինելով քրիստոնյա։ Ու ես երկար բարակ չեմ պատմի հարկի բոլոր մանրամասները, վերջապես նա գալիս է, բայց քանի որ այդ տեղում քրիստոնյաներին հալածում էին, նա իրեն ներկայացնում է որպես հրեա ու հաջողում է մտնել այդ աշակերտների խմբի մեջ, այդ Ավիցենայի, դա շատ հանրահայտ դերասան է խաղում, շատ լավ կինո է, շատ տպավորիչ ֆիլմ է ու սկսում է այդտեղ հիմնական ֆիլմի այդ բաները այդտեղ են կատարվում իրադարձությունները ու դրանք երեք ընկեր են, մեկը ինչ որ հրեա, ինքն է որպես քրիստոնյա, բայց հրեա ձևանում եւ ինչ որ մի պարսիկ կամ մոտարապես տենց այդ մուսուլման մահմեդական ազգերից ու ինչը որ ասում եմ այս պատմության մեջ դες լսացնեմ դա այն էր որ այս պարսիկը ժամանակ առ ժամանակ գալիս է այս տղային այդ իր ընկերոջը որ քրիստոնյա է բայց թաքնված քրիստոնյա ասում է լսիր ասում է դու գիտես ասում է մեր դրախտը մեր մահմեդական դրախտը ասում դա գիտեք ինչ անդեր կա ու պատմում է անընդհատ պատմում է վկայում է դա ոնց որ sense մի հատ վերբով կայնման բան ասում երբ որ մենք գնանք մեր դրախտը այնտեղ 19 թե 21 չեմ հիշում ու կարևորել չի այդքան կույսեր պետքա գան ու մեզ բավականություն պատճառան ռուսերեն այդ ու բլաժայց բառն է եթե դուք գիտեք ու ասում դա է մեր դրախտը ու ինքը անդադար դրա մասին կրկնվում է պատմում է համարյա զզվացների աշճանի ու մի անգամ էլ չի դիմանում ասում լսի ասում ինչի դու ոչ մի անգամ քո դրախտից չես պատմում Ինչի չես պատմում քո դրախտի բանը որն է, երանելությունը որն է, ու մի քանի անգամ տենց պատմելով, զզվացնելով, մի անգամ վերջի անգամ երբ որ հարցնում է, ու այդ տղան ասում մեր դրախտը նրա մեջ է, որ մենք Աստծուն կտեսնենք։ Մեր դրախտի գլխավոր, բանը դա տեսարժան վայրերը չի, որ երկնքում գնանք նայենք, թե ինչ ատրակցիոններ կան, թե ինչ գեղեցիկ բաներ կան, դա իհարկե չենք էլ կասկածում, որ դա սպասվածից գերազանց է լինելու, իհարկե, բայց գլխավոր բանը, մեր գլխավոր հավատքի ապավինությունը, մեր հավատքի կուլմինացիան նորից եմ ասում, դա այն է, որ մաքուր սրտովները Աստծուն կտեսնեն։ Թե այն ժամանակ, թե ամեն անգամ, երբ որ ես այս բանը ասում եմ, ես չեմ կարող անտարբեր ասեմ, մեջ sense ամեն ինչ խառնվում է իրար։ Այդպեսի օծված երկ կա, ցույց տուր քո երեսը, Տեր։ Ցույց տուր քո երեսը։ Ու սրտով մաքուրները կտեսնեն Աստծուն։ Ու մենք իհարկե նույնիսկ ես հիմա որպես այս քարոզի կոնկրետ այս հարցում հեղինակ մինչև վերջ իհարկե չեմ պատկերացնում այդ ինչ իրանալության մասին է Քրիստոսը ասում, այդ ինչ խոստմունք է, այդ ինչ պատվիրան է։ Բայց որ սրանք մեր լավագույն ուղեկիցներն են, նորից եմ ասում, սիրելի եղբայր քույր։ Սա ուղղակի էմոցիոնալ բան չի։ Ուղղակի տենց կոլեկցիոն քարոզ չի, հա, ինչ-որ միտեղ դնել ու տենց տարբերության համար կամ Ես շատ եմ ուզում առաջի հերթին, որ դա իմ կյանքում դառնա բացարձակ ճշմարտություն։ Աստծո վախը, անարատությունը, մաքուր սուրբ սիրտը, որտեվ դրանով մենք Աստծուն կտեսնենք։ Իսկ Աստծուն տեսնելը դրանում է կյանքը, դրանում է մեր ամբողջ այս հավատքի յուրաքանչյուր բան, ինչը որ մենք դրել ենք մեր հավատքի մեջ, ինչ պտուղներ ենք հաղում, ինչ ճանապարհներով ենք անցել, դժվար թե հարթ ծանր, ցավոտ, թե ուրախության, տրիումֆի ճանապարհներ ենք անցել, այդ բոլորը մի անգամ Պողոս ասեց, եթե դուք մենակ այս կյանքում եք ձեր հույսը դնում Քրիստոսի վրա, դուք ամենադժբախտ մարդիկ եք, կամ մենք ամենադժբախտ մարդիկ ենք, ամենախափնված մարդիկ ենք, եթե մեր հավատքի, մեր կյանքի այս ակցենտները ուղղակի այս կյանքում Հիսուսին հավատալու, որպեսզի նա որոշակի հարաբերական բարելավի մեր կյանքի պայմանները։ Բայց եթե մենք հասկանում ենք, որ մեր գլխավոր խոստմունքը, մեր գլխավոր երանելությունը դա հավերժ կյանքն է, ինչի համար որ արուն է թափված, ինչի համար որ հավիտենության հայրը մանուկ ծնվեց ու իր կյանքը տվեց խաչին, դրա համար ես նորից ու նորից ասում եմ, սարքիր ես երկուսին քո ամենալավ ընկերները։ Ես չեմ ասում, որ սերը դա վատ ընկեր է, ճիշտ հասկացեք, ուղղակի այս կոնտեքստում, այսօրվա ուղերձի կոնտեքստում ես դրանց մասին եմ ասում։ Իհարկե, Աստծուն սիրողը, մտերիմին սիրողը
Նա կատարեց օրենքը։ Բայց չի լինում Աստծուն չի կարող տենց լինի, դա տրամաբանորեն չի, որպեսզի մենք սիրենք Աստծուն, բայց հրաժարվենք Աստծու վախից, որովհետև Աստծու վախը, մեղքը, չարությունը, լինեն դրանք թաքնված, քողարկված, լինեն դրանք սարսափելի, հաճելի, ցանկալի, այսպես մանյաշի, հա, ոնց է, հրապուրող, լինեն դրանք զզվելի կապ չունի։ Իմաստության սկիզբը, այդ խոհեմությունը, այդ լավ ընկերը, որոնք հարցերա լուծելու, դա ապահովելու է մեզ, որպեսզի Աստված դրսևորվի մեր կյանքում, երբ որ մենք սիրտ ունենք, մաքուր անարատ սիրտ, ձգտում, ցանկություն ու այդ պայքարը։ Սրանք լավագույն ընկերներ են։ Հրավիրիր քո սիրտը, ոչ մի օր մի հրաժարվի, ոչ մի տեղ մի գնա առանց իրանց։ Ոչ մի միտք, ոչ մի որոշում, ոչ մի պլանավորում, ոչ մի ցանկություն թող չլինեն զտված, ոչ մի անգամ մի նեղացրու, ոչ մի անգամ կոնֆլիկտի մեջ ու կռվի մեջ չնեղանաս իրանցից ու թող իրանք չնեղանան մեզանից։ Սրանք լավագույն ընկերներն են մեր փրկության համար։ Սրանք լավագույն բարեխոսներն են։ Ու Աստծո վախը ու մաքուր սիրտը, դա ռուսերենում ասում ենք վիզիտնա կարտոչկա, մեր այցե տոմս, հա, թե այցե քարտերն են մեր, որպես Աստծո զավակներ, որպես արդարներ։ Ուրեմն, որն է մեր դրախտը, որն է մեր հավիտյան երկնքի գերագույն հաճույքը։ Ես մի վայրկյան չեմ մտածում, որ կգա ժամանակ, չգիտեմ, դա միլիարդ տարի կանցնի, եթե դա կարելի է տարիներով, ու մենք կհոգնենք, որովհետև ամեն ինչ տեսանք, ամեն ինչ հասկացանք, ամեն ինչ պարզեցինք, ու իմ համար դա տենց չի, որ ինչ-որ մի հատ տեղ է, որտեղ անընդհատ ծնկի ինգած, սենց երգում ենք, սենց ինչ-որ կամ թիթեռնիկներ ենք, հա, բռնում, սենց մեզ բաներ, երկինքը տենց պատկերացնում։ Ես հասկանում եմ, որ դա Աստծուն տեսնելը, ամեն անգամ, երբ որ դա գրված էր հայտնության գրքում, ամեն անգամ Աստծուն տեսնելուց, քերով բեները, սերով բեները, երեցները, բոլոր փրկվածները, ազգերը, նրանք այդ փառքին չդիմանալով ու ինքնակամ չդիմանալով, իհարկե, տենց չի, որ դիմադրում էին, ծնկի են ընկնում այդ երանելության մեջ, Աստծու երեսը տեսնելու այդ ամենապատվավոր իրավունքը, արտոնությունը ու պատիվը, որ մեզ տրված է։ Սրանք լավագույն ընկերներն են։ Թող Աստված այս խոսքը օրհնի ու բերի հող պատրաստի մեր սրտում։ Ավելի ճիշտ դա մենք ենք պատրաստում։ Ավելի ճիշտ դա մենք ենք սարքում։ Մենք ենք զարգացնում, մի անգամ Դավիթը, ես վերջին բանը կասեմ ու մենք ավարտենք։ Մի անգամ Դավիթ թագավորը ասեց. Աստված մի բան ասեց, ես 2 անգամ լսեցի։ Մագյան 2-ի մեջ չի, կարա 4 անգամ, կարա 15 անգամ։ Եթե ձեզանից մեկը ինչ որտեղ վստահ է 100%, որ դուք ստացել եք 1,000,000% ճշգրիտ մարգարեություն, որը որ խոսում է ինչ որ բարձունքների մասին, քանի անգամ կլսեք։ Քանի անգամ կմիացնեք, որպեսզի լսեք, որովհետև դա իրոք ոգևորող, եթե դա ճշմարտություն է, եթե դա կեղծիք չէ։ Քանի անգամ կլսենք, որպեսզի երբևիցե չմոռանանք, որ Աստված շահագրգռված է մեզ բարձրացնելու մեջ։ Բարձրացնելը ես նկատի ունեմ պաշտոնները, բարձրացնելը ես նկատի ունեմ այսպես հպարտ մեծամիտ քայլվածք։ Բարձրացնելը նկատի ունեմ այդ արժանապատվությունը Աստծուն մոտիկանալու, մտերմանալու, Աստծո ձայնը լսելու, Աստծուն սիրելու, ու երբ որ դա ուղղակի բառեր չեն, դա ուղղակի այսպես զորով սենց քեզ չես տիպում հավատաս մի բանի, որ իրականում չկա, այլ երբ որ իրականում ներսը հիացմունքով լցված է։ Մեր ժամանակը շատ կարճ է, այնպես որ թող Աստված օրհնի, բազմացնի, բազմապատկի այս խոսքը, այս ուղերձը, մինչև որ այս խոսքը որպես պտուղ կվերադառնա Աստծուն։ Պտուղը կլինի դա մեր վախը, Աստծո վախը։ Պտուղը կլինի դա մաքուր սուրբ սիրտը, սուրբ էությունը, որը որ նորից եմ ասում, իմ պատկերացումով դա անուշահոտություն է, դա լավագույն պարֆյումն է Աստծո շնչառության համար, Աստծո հոտառության համար։ Հիմա իրականում Աստված օրհնի յուրաքանչյուրիս, պաշտպանի մեզ, իր հրեշտակները ստեղ են, որպեսզի ծառայեն ու սպասարկեն, այդպես գրված է, որ նրանք, ովքեր կանչված են ժառանգելու փրկությունը, ամեն մեկը ունի իր պահապան հրեշտակը։ Դրա համար թող այդ հրեշտակը, թող Աստծո ներկայությունը, թող Աստծո զորությունն ու օտությունը կարգավորեն, դասավորեն այս խոսքը մեր էության, մեր սրտի մեջ, ու թող ճիշտ ժամանակին այս խոսքը իր պտուղը տա ուրախացնի Աստծուն։ Իսկ երբ որ Աստված հաճոյանում է, հիշում եք այդ Միմինոյի մեջ ասում է, եթե ինձ հաճելի է, ես նենց կանեմ, որ քեզ էլ հաճելի կլինի, ֆրունզիկներ ասում են։
Եթե Աստծուն հաճելի է մեր խոսքերը, մեր վարքը, մեր մտքերը, մեր աղոթները, ապա այնպես կանի, որ մեզ էլ շատ հաճելի կլինի։ Աստծուն կայացնի։ Հալելույա։ Մենք կարճ աղոթ կանենք, ես կփոխանցեմ միկրոֆոնը, որպեսզի հաջորդ ծառայությունը շատ կարճ։ Մեր սիրելի Տեր Աստված, մենք խնդրում ենք, որ այս քո ուղերձը, քո այս խոսքը, որը որ ճշմարտություն է, տեղավորվի մեր հոգու մեջ, տուր մեզ այդ կարողությունը սիրելու, պահպանելու այս խոսքը, տուր մեզ այդ կարողությունը քեզ որպես բարի հող մեր սիրտը տրամադրելու, որպես ես սերմերը տամ պտուղ, քեզ ուրախացնող, քեզ հաճոյացնող ու քեզ փառավորող Տեր իմ Աստված ջան։ Եվ ամբողջ պատիվը, զորությունը, մեր սերը, մեր գոհությունը միայն ու միայն քո սուրբ, հավիտյան, զորավոր անվանը, մեր սիրելի թանկագին, մեր ցանկալի մշտապես Հիսուս Քրիստոս։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Իրականում սիրելի եկեղեցի, եկեք բարձր ծափարենք Աստծուն շատ բարձ խոսքի համար։ Հովիվ Սամվել։ Իրականում մենք անչափ շնորհակալ ենք, որտեվ մենք պատրաստ չէինք բարդ խոսքի։ Մենք երկար տարիներ միշտ բարձ այսպիսի դաստուկնի, ես էլ ռուսերեն բառ օգտագործեմ, խոսք էինք լսեմ միշտ։ Դրա համար շնորհակալություն ձեզ, ես շատ օրհնված եմ սիրելի եկեղեցի, եթե դու օրհնված ես, եկեք մի անգամ էլ մեր ծառայությունները փառքանք Աստծուն շատ օծված ծառայողների ծառայության համար։ Ամեն։ Աստված օրհնի քեզ։ Սիրելի քույրս, եղբայրս, մի կարևոր հարց կա, որ ուզում եմ տամ։ Եթե դու առաջ անգամ ես Պարզի ձեռքդ, մենք ուզում ենք ողջունենք ձեզ։ Մենք ուզում ենք մեր քաղցր ողջունները տանք ձեզ։ Մի կարևոր հարց էլ կա, դու այսօր լսեցիր խոսքը, գիտես այնքան հետաքրքիր բան ասեց, մաքուր սրտերը կտեսնեն Աստծուն։ Շատ մարդկանց մտածելակերպն է, շատ մարդկանց խոսքն ասում է դա հնարավոր չի։ Հնարավոր չի, որ մարդիկ մաքուր սիրտ ունենան, ու դրա համար հնարավոր չի Աստծուն տեսնելը։ Ու գիտես, ես քեզ ասեմ, դրա համար Աստված իր խոսքի մեջ ասում է, ես քեզ տալիս եմ կյանք եւ մահ, ընտրի կյանքը, որ ապրես։ Երբ որ մենք հրավիրում ենք Քրիստոսին մեր կյանքի մեջ, Քրիստոսը սկսում է մաքրել իմ ու քո սիրտը։ Մարդկային ուժերով դա հնարավոր չի։ Բայց երբ որ մենք որոշում կայացնենք, մոտենանք Քրիստոսին, թույլ տանք Քրիստոսին, որ գա մեր կյանքը փոխի, դու հիմա կմտածես, կասես, դե Աստված ինքը ինչ ուզում են էլ անում է, ինքը Աստված է։ Սիրելիս, Աստված ինձ ու քեզ որոշում ա տվել։ Ու այսօր հենց այդ որոշման օրն է։ Եթե դու այսօր առաջ անգամ ես ու երբեք Քրիստոսին Տեր ու փրկիչ չես կանչել, ես կիջնեմ ներքև։ Կխնդրեմ քեզ, դու էլ գաս ներքև այս աղոթքը անելու համար։ Խնդրում եմ, արի ներքև։ Ես կխնդրեմ փառաբանության թիմն էլ բարձրանա, որ մենք մի հատ փառաբանենք Աստծուն։ Սելիս այսօր որոշման օրն է։ Գիտես, ես մտածում եմ մի բան կասեմ, մինչև դու իջնում ես։ Այսօր աշխարհը ինչ ձև է դասավորված։ Բանկերում ամենտեղ իրանց այն խիտրի շագերը կան, հա, սենց քայլերը կան, որ մարդկանց մտցնեն թյուրիմացությունների մեջ։ Իսկ Աստծո մոտ ամեն ինչ պարզ է։ Աստված ոչ մի անգամ թյուրիմացության մեջ բարի գալուստ արեք առաջ։ Սերներս, մենք սպասենք ձեզ, եթե դուք առաջ անգամ եք, կխնդրեմ գաք առաջ։ Ու գիտես ինչքան հետաքրքիր է, երբ որ աշխարհը միշտ առաջարկում է իր բարև ձեզ, Աստված օրհնի ձեզ, բարև ձեզ, կխնդրեմ այսպես կանգնեք։ Իսկ Աստված շատ պարզ է, Աստված միշտ ասում է սենց, երբ որ Տիրոջ վախ ունենաս, երբ որ անարատ ապրես, փրկությունը արդեն կլինի քո ապահովագրությունը։ Իսկ դրա համար պետք է մոտենանք Աստծուն։
Այսօր մենք ուզում ենք մեկ աղոթք անենք ձեր հետ, մեր եկեղեցին կօրհնի, մեր եկեղեցին կօգնի։ Այս աղոթքը ես կասեմ, դու կկրկնես իմ հետևից, բայց թող սա լինի քո սրտի աղոթքը։ Սա թող լինի քո սրտի ուզածը դեպի քո Աստված։ Ու այսօրվանից, այս վարքյանից սկսած, դու կարող ես առանձնանալ քո սենյակում, քո տեղը, որտեղ որ դու առանձին ես զգում, կարող ես քո Աստծու հետ անձամբ աղոթք անես, որտեղ Հիսուս Քրիստոսի զոհի միջոցով ինքը բացեց բոլոր ճանապարհները, որ դու ուղիղ կապ ունենաս Աստծո հետ։ Կխնդրեմ փակեք ձեր աչքերը ու ձեզ լսելի ձայնով եկեղեցին կօգնի մեզ կրկնեք իմ հետևից։ Սիրելի Աստված, շնորհակալ եմ քեզանից, քո որդի Հիսուսի համար, որ եկավ այս աշխարհ, խաչվեց խաչի մահով, մահացավ եւ երրորդ օրը հարություն առավ ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից երկնքի եւ երկրի առաջ սիրելի Հիսուս, ես դավանում եմ քեզ իմ կյանքի Տեր ու Փրկիչ։ Ների ինձ, մաքրի ինձ ու մկրտի քո Սուրբ Հոգով։ Աղոթեցի հանուն Հոր եւ Հոգու եւ Սուրբ Հոգու անունով։ Ամեն։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ։ Աստծո խոսքը ասում է, երբ որ դու ես աղոթք արեցիր, քո անունը գրվում է կյանքի գրքի մեջ։ Բայց Աստված գիտեք, այո, սիրելի եկեղեցի։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Բայց գիտեք մի կարևոր բան կա։ Աստված ասում է՝ պահի։ Ես կօգնեմ քեզ։ Ես քո հետ կլինեմ, միշտ էլ եղել եմ, բայց քո որոշման մեջ հաստատ եղի։ Աստված սիրում է հաստատ մարդկանց։ Դրա համար գիտեք ամեն ինչ լինա, որ հիասթափեցնի, գալու են հիասթափություններ, բայց Աստված ուժը զորություն է տալու, որ դու հաստատ մնաս Տիրոջը կատարելության ու սրբության մեջ։ Ամեն։ Աստված օգնելու է։ Իսկ եթե թույլ տաք մենք ուզում ենք եկեղեցով օրհնենք ու աղոթենք ձեր համար, թույլ տալիս եք։ Ամեն։ Հայր ջան, սիրելի եկեղեցի, խնդրում եմ, որ պարզես ձեռք հետ ու աղոթենք մեր քույր եղբայրների համար։ Սիրելի Աստված, շնորհակալություն եմ քեզ հայտնում, Տեր։ Տեր իմ Աստված, շնորհակալություն քեզ ես փրկված հոգիների համար, Տեր։ Փրկված մարդկանց համար, որի անունները գրվեց կյանքի գրքի մեջ, Տեր, մենք օրհնում ենք քո օրհնությանը ձեռքը թող իջնի, Տեր։ Ու ամեն տեսակ կատարված թուղթուգիր, անեծքներ, սխալ հրճակված խոսքեր, ամեն տեսակ սխալ մտքեր ու հարձակումներ, եթե կան իրանց կյանքի վրա ամեն տեսակ հիվանդություններ, կախարդություններ, թող քանդված լինի իրանց կյանքի վրայից Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Տեր, խնդրում ենք, որ այսօրվանից, Տեր, այս վարքյանից սկսված քո օրհնությունդ, քո պաշտպանությունդ, քո ներկայությունդ սովորեցնի իրանց վրա լինի, առաջնորդի իրանց կյանքի տանցքում, Տեր, մենք աղոթում ենք, որ դժվար իրավիճակների մեջ, Տեր, խնդրենք քեզանից պատասխան, ճիշտ որոշումներ կայացնեն, որ քո պաշտպանությունդ միշտ իրանց վրա լինի, Տեր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն սիրելիներս, մենք անչափ ուրախ ենք ձեր քայլի, ձեր որոշման համար։ Սիրելի եկեղեցի, հալելույա։ Մինչև կփառաբանենք Աստծուն, խնդրում եմ պարզես ձեռքերդ ու վերցնես օրհնությունդ։ Հոր սերը, Սուրբ Հոգու հաղորդությունը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, իր ներկայությունը, պաշտպանությունը, իր կամքը, իր իմաստությունը, իր խոնարհությունը լինի ամեն մեկիս ձեր ու ձեր ընտանիքների վրա Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։